Ողջույն բոլորին, բոլոր նրանց, ովքեր սիրում են բարձրորակ, բարձրակարգ հանգիստ, համեղ խոհանոց, հետաքրքիր լողափ։ Ես ինչպես միշտ Էդգարն եմ եւ մենք գտնվում ենք Եգիպտոսում եւ այս անգամ կծանոթանանք Sultan Garden հյուրանոցի հետ։ Անցնենք ներս եւ տեսնենք թե ինչ հետաքրքրություններ, ինչ համարներ, ինչ լողավազան, ինչ լողափ եւ ինչ խոհանոց ունի այս հյուրանոցը։ Մտնելով ներս ընդունարան, ձախ կողմ գտնվում է գրանցման հատվածը, որտեղ որ մեզ գրանցում են եւ ուղեկցում են մեր համարներ։ Աջ կողմում սպասասրահն է, որտեղ կարող եք սպասել, խմել զովացուցիչ ըմպելիքներ, մինչև ձեր համարը կպատրաստեն եւ կուղեկցեն ձեզ ձեր համար։ Ընդունարանով քայլելով դեպի առաջ, մենք տեսնում ենք աջ կողմում Լինա ռեստորանը, որտեղ մատուցվում է նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Դե իսկ այստեղից դեպի ձախ գտնվում է լոբի բարը, որտեղ կարող եք խմել ալկոհոլ, զովացուցիչ ըմպելիքներ, սուրճ, թեյ, ինչ կցանկանաք։ Ասեմ նաև, որ Sultan Garden հյուրանոցում կա նաև արտասահմանյան խմիչքներ, հայտնի բրենդեր, այսպես ասած խմիչքների, որոնք որ նույնպես կարող եք այստեղ վայելել։ Հարգելիներս, այժմ ես ձեզ ցույց կտամ Sultan Garden հյուրանոցի lounge-ի հատվածը, որտեղ մատուցվում է թեյ, սուրճ, քաղցրավենիք եւ բնականաբար բոլորը այդ ամենը ներառված են all inclusive համակարգի մեջ։ Հիմա ես ցույց տամ թե ինչ հետաքրքրություններ կան հյուրանոցի այս հատվածում։ Այստեղ կան չրեր, քաղցրավենիքներ, արևելյան, համեղ եւ Իտալի։ Բոլորը սիրալիր, բոլորը ժպտերը սպասարկում են մարդկանց։ Sultan Garden հյուրանոցում կա նաև առանձին հատված, VIP հատված, lounge bar-ի, որտեղ կարող են VIP պերսոնաները անցկացնել իրենց ժամանակը։ Կահավորված բարձրորակ կահույքով, բոլոր հարմարություններով։ Սա այսպես ասած առանձնացված հատվածն է, որտեղ կարող եք եւ հանգստանալ, եւ քննարկել ինչ-որ հարցեր, եւ ունենալ հաճելի ժամանց։ Դե իսկ այժմ ծանոթանանք մարզասրահի եւ սպասսրահի հետ։ Ինչպես գրեթե բոլոր all inclusive համակարգով գործող հյուրանոցներում, այստեղ նույնպես մարզասրահը անվճար է, իսկ սպասսրահի որոշ ծառայություններ վճարովի են։
Sultan Garden հյուրանոցում կա 5 լողավազան, որոնցից մեկն ունի ջրաշխարհ։ Լողավազանների մոտ կան բարեր, որտեղ մատուցվում են զովացուցիչ ըմպելիքներ եւ սնեքս բարեր, որտեղ ցերեկվա ժամերին մատուցվում են սենդվիչներ, բուրգերներ, աղցաններ եւ այլ համովություններ։ Ժամանակն է արդեն ծանոթանալ հյուրանոցային համարների հետ եւ առաջին համարը, որը կտեսնենք միասին, կոչվում է Family Room։ Այժմ ես գտնվում եմ Family Room համարի առջև եւ մտնենք ներս ցույց տամ ձեզ, թե ինչպիսի գեղեցիկ տեսարան է այս համարի պատշգամբից բացում եւ առհասարակ ինչքան հարմար ու հարմարավետ է այս համարը։ Հասնենք ներս։ Ահա մենք ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ լոգարանն է, բնականաբար բոլոր հարմարություններով, լոգարանից դուրս գալով եւ քայլելով դեպի աջ ննջարանն է առաջին, համարը ընտանեկան է, բաղկացած երկու ննջարանից, զգեստապահարանը, ննջարանից դուրս գալով աջ կողմում կտեսնենք մինի բարը իր բոլոր պարագաներով եւ անցնելով առաջ տեսնում ենք երկրորդ մեծ master ննջարանը king size մահճակալով գեղեցիկ կահավորմամբ, ասեմ, որ այստեղի համարները շատ լուսավոր են և շատ գեղեցիկ։ Բնականաբար այստեղ կան այնպես զգեստապահարան, երկրորդ սեյֆը, Եվ շտապելով դեպի պատշգամբ, ցույց տամ ձեզ տեսարանը պատշգամբից։ Այստեղից անչափ գեղեցիկ տեսարանը դեպի կարմիր ծովը Դե իսկ այժմ ես ձեզ ցույց կտամ Junior Suite համարը, նրա հարմարավետությունները եւ թե ինչպիսի գեղեցիկ տեսարան է բացվում այդ համարից։ Գնացինք։ Եվ այսպես մուտքից ձախ լոգարանն է իր բոլոր հարմարություններով։ Ասեմ, որ այստեղ ամեն ինչ շատ մաքուր է եւ լուսավոր։ Լոգարանից դուրս գալով եւ քայլելով դեպի աջ, տեսնում ենք ննջարանը իր king size մահճակալով։ Մեծ ու ընդարձակ ննջարան է։ Բնականաբար իր մեծ զգեստապահարանով, ոնց որ առանձին բնակարան լինի,
Ննջարանից դուրս գալով եւ քայլելով դեպի առաջ կտեսնենք հյուրասենյակը, այսպես ասած, իր գեղեցիկ հարմարավետ բազմոցով, մինի խոհանոցը, փոքրիկ խոհանոցը իր մինի բարով, հեռուստացույցը, այստեղ նույնպես կա զգեստապահարան եւ ելք դեպի պատշգամբ, որտեղից նույնպես բացվում է անչափ գեղեցիկ տեսարան դեպի լող ավազանները, Պես հիմա ես ձեզ ցույց կտամ Sultan Garden հյուրանոցի Premium Suite համարը, ինչ առավելություններ ունի, եւ ինչ հնարավորություններ ունի։ Անցնենք ներս։ Քայլենք մուտքից դեպի աջ։ Զգեստապահարանը։ Իրերը դնելու համար նախատեսված սեղանը։ Այս հատվածից դուրս գալով եւ թեքվելով աջ կտեսնենք լոգարանը։ Լոգարանը նույնպես գեղեցիկ ակցենտավորում ունի եւ շատ էսթետիկ է։ Լոգարանից դուրս գալով եւ քայլելով ուղիղ տեսնում ենք հյուրասենյակը իր king size մահճակալով TV-ով ասեմ որ անչափ գեղեցիկ կահավորում, ձևավորում ունի այս համարը։ Այստեղ նույնպես կա խոհանոց, փոքրիկ, սուրճի ապարատ, եւ այստեղից նույնպես բնականաբար կա ելք դեպի պատշգամբ, Հարգելիներս, ասեմ ձեզ, որ Sultan Garden հյուրանոցը առանձնահատուկ է նաև իր վիլաներով։ Հիմա անցնենք ներս եւ ես ձեզ ցույց կտամ վիլաներից մեկը ներսից, նրանք 99% բոլորը միանման են, ունեն իրենց առանձին լող ավազանը, այգին եւ մնացած բոլոր հարմարությունները, անցնենք ներս եւ ես ձեզ ցույց կտամ։ Ասեմ, որ վիլան բաղկացած է երկու հարկից, մենք հիմա առաջին հարկում ենք, դիզայներական գեղեցիկ եւ էսթետիկ լուծումներով, խոհանոցը իր բոլոր հարմարություններով, եւ անցնենք առաջ, ցույց տամ առաջին հարկում գտնվող ննջարանը king size մահճակալով,
Եվ ասեմ, որ ամեն սենյակի կողքին կա իր առանձին լոգարանը։ Քիչ հետո կգանք եւ ես ձեզ ցույց կտամ լող ավազանը, այն ենք գործում առաջին հարկից, իսկ հիմա բարձրանանք երկրորդ հարկ եւ ցույց տամ ձեզ մյուս ննջարանները։ Աստիճաններից դեպի ձախ կարելի ասել երկրորդ ննջարանը, որը գտնվում է երկրորդ հարկում։ Բարձրորակ փայտյա կահույքով, նյութերով։ Ամեն սենյակ ունի իր մինի բարը լի զովացուցիչ ըմպելիքներով, տեխնիկայով։ Կարելի է ուղղակի այստեղ ապրել։ Անցնելով առաջ ցույց տամ ձեզ երրորդ ննջարանը։ Վուալյա։ Գեղեցիկ կահավորմամբ, նույնպես լուսավոր, ընդարձակ։ Այստեղից նույնպես բացվում է անչափ գեղեցիկ տեսարան դեպի կարմիր ծովը, ձեր աչքերի առջև է այն։ Կարելի է ամեն առավոտ զարթնել եւ հիանալ այս տեսարանով ուղղակի։ Այստեղից կա ելք դեպի պատշգամբ։ Տեսք պատշգամբից նույնպես բացվում է գեղեցիկ տեսարան դեպի կարմիր ծովը։ Ահա իր առանձին այգին։ Եվ այս սենյակի լոգարանը իր բոլոր հարմարություններով։ Երկրորդ հարկի երկրորդ պատշգամբը, որը նույնպես արժանի է ցուցադրման։ Դե իսկ այժմ ես ձեզ ցույց կտամ լող ավազանը, որը նույնպես անչափ գեղեցիկ է։ Լիակատար ու լիարժեք առանձնացված հանգստի համար այս վիլաները անչափ հարմար են։ Փոքրիկ այգին, որը ճիշտն ասած այդքան է փոքրիկ չէ։ Հյուրանոցի ամբողջ տարածքը ունի շատ գեղեցիկ ձևավորում, նույնիսկ կարող եք այստեղ տեսնել արվեստի գլուխգործոցներ եւ մի փոքր տեղափոխվել դեպի պատմության խորքերը։ Sultan Garden հյուրանոցը ունի նաև մանկական խաղահրապարակ, մանկական ակումբ, այսպես ասած, որտեղ կարող եք թողնել ձեր երեխաներին, նրանք իրենց ժամանակը հանգիստ կանցկացնեն եւ հետո կարող եք գալ նրանց վերցնել։ Եվ եւս մեկ կարևոր տեղեկատվություն դա այն է, որ հյուրանոցում կան ավտոբուսներ, որոնք անդադար աշխատում են եւ հանգստացողներին հյուրանոցի տարածքից տեղափոխում են դեպի լողափ։
Այժմ գնանք լողափ եւ ծանոթանանք նրա կառուցվածքի հետ։ Հյուրանոցը գտնվում է առաջին գծում Շարքս Bay ծոցում, որը պաշտպանված է քամիներից եւ ձմռան ամիսներին այստեղ հանգստանալը ավելի հարմարավետ է։ Հարգելիներս, այժմ մենք գտնվում ենք լողափում, շուտով ես ձեզ այն ամբողջությամբ ցույց կտամ, բայց մինչ այդ ասեմ, որ բավականին հետաքրքիր է այն։ Նախ, մենք հյուրանոցից քայլելով գալիս հասնում ենք այստեղ, աստիճաններով իջնում, մոտենում ենք լողափին, դա էլ իր առավելություն ունի։ Հիանում ենք հյուրանոցի գեղեցիկ տեսարանով, այնուհետև մոտենում ենք արդեն լողափին։ Իսկ լողափի հետաքրքրությունը այն է, որ այստեղ շատ են կորալները եւ ձեզ պետք չի լինի վարձել ավելորդ մարդկանց, որպեսզի ձեզ տանեն ցույց տան կորալները ծովի մեջտեղում, այն կարող եք դիտել հենց այստեղ։ Ուղղակի կամրջակով խորանում եք դեպի ծովը եւ սուզվում նայում կորալներին։ Ինչպես արդեն ասացի, լողափը ունի կասկադային կառուցվածք եւ բաժանված է պասիվ ու ակտիվ հատվածների միջև։ Ներքևի հատվածում է գտնվում բարը, անիմացիոն ծրագրերի համար նախատեսված բեմը, իսկ արդեն վերևի հատվածում են գտնվում կաբանաները, երկրորդ բարը, սրճարանը եւ Fleur de Lis à la carte ռեստորանը, որը ցերեկվա ժամերին ծառայում է որպես snacks bar։ Այստեղի տապչանները եւ հովանոցները ամուր են ու հարմարավետ։ Լողափը պատված է փափուկ ավազով, իսկ դեպի ծով կարող եք մուտք գործել եւ ափից եւ պանտոնից։ Ափից 20-30 մետր հեռավորության վրա կա պաշտպանիչ գիծ, որից այն կողմ արդեն գտնվում են կորալները, եւ խորհուրդ է տրվում լողալ ափի 20-30 մետր հատվածում։ Իսկ հա պանտոնից մուտք գործելով ծովի ավելի խորը հատված կարող եք լողալ եւ վայելել Կարմիր ծովի ողջ գեղեցկությունը։ Այժմ անցնենք հյուրանոցի հիմնական ռեստորան, որտեղ մատուցվում է նախաճաշը ընթրիքը եւ ծանոթանանք ուտեստների հետ։ Ասեմ նաեւ, որ հյուրանոցում կան վճարովի եւ անվճար à la carte ռեստորաններ, որտեղ կարող եք գտնել տարբեր երկրների խոհանոցի համերը։
Ինչպես ցերեկվա, այնպես էլ երեկոյան ժամերին անցկացվում են շոու ծրագրեր, որոնք ուղեկցվում են երգի երաժշտությամբ եւ պարային համարներով։